Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք աշխատանքի ուսուցումը, տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների քոլեջի կենտրոնի տնօրեն Ամալիա Եղոյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ քննարկելու ենք մեր օրերին համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաներ ասվածը, տեղեկատվական տեխնոլոգիաների մասին քոլեջ ու առհասարակ այդ ոլորտի կրթությունը։ Մեր ռադիոլսողներին նշեմ, որ իրենք էլ իմանան մենք ում հետ ենք խոսում, դուք 2017 թե 18-19 թվականներին եղել եք տեղեկատվական տեխնոլոգիաներ ոլորտի առաջին կին փոխնախարարը։ Դա բավականին հետաքրքիր է, քանի որ մենք միշտ մտածում ենք այդ ոլորտները պիտի լինեն տղամարդիկ, չգիտես, հետ ինժեներները, համակարգերի մասնագետները եւ այլն։ Ինչևէ անցնենք մեր հաղորդման հիմնական բուն թեմային՝ հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջ։ Քոլեջը ինքը իրենց ինչ է ներկայացնում կամ ներկայացնելու, ովքեր են քոլեջի հիմնադիրները եւ առհասարակ մարդիկ ինչ են ստանալու քոլեջում։ Շնորհակալություն, ես մի փոքր երևի հետ գնամ, քանզի քոլեջը հենց GITC-ի կողմից է իրականացվում Հայաստանում Հայօգնության ֆոնդի ֆինանսավորմամբ։ GITC-ն հիմնադրվեց Գյումրիում 2005 թվականին եւ նպատակը հենց ձեր նշած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթություն տրամադրելու միջոցով Գյումրին աղետի գոտու զարգացման գոտու վերածելու տեսլականն էր եւ դա կայացավ, հաջողություն ունեցավ, քանի որ բոլորս գիտենք այսօր Գյումրին Երևանից հետո այն քաղաքն է, որտեղ տեխնոլոգիաները զարգանում են եւ կան բազում թեք ընկերությունների մասնաճյուղեր։ 2020-ից արդեն GITC-ն ընդլայնվեց Հայաստանի բոլոր մարզերում եւ դա տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ ես արդեն լքեցի փոխնախարարի այսպես դերը եւ ինձ պարզ էր կառավարությունում աշխատելու շրջանակում, թե մարզերում կարիքը որտեղ է եւ ծնված ու մեծացած լինելով Գյումրիում ինձ զարմանալի չէր, որ բոլոր մարզերում էլ մարտահրավերը կրթությունն է եւ աշխատատեղը։ Ուստի տեխնոլոգիաներն էլ այն ոլորտն է, երբ ֆիզիկապես կապ չունի երիտասարդը որտեղ է, մասնագետը որտեղ է, կարող է աշխարհի երկրի տարբեր ընկերությունների համար իրականացնել ծրագրեր։ Սակայն 2 տարի առաջ, այսպես դեռ GITC-ում շարունակում էինք մեր տեխնոլոգիական ծրագրավորման դասընթացները, ավելին սկսել էինք խոր ինժեներական կրթական ծրագիրը հայ կրթական հիմնարկության աջակցությամբ, երբ որ այսպես Փարաքարում Զվարթնոց օդանավականի հենց ճիշտ խաչմերուկի դիմաց շենքի վերաբերյալ մեզ տեղեկացվեց այժմյան աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պարոն Նարեկ Մկրտչյանի կողմից, որ կա պատմական շենք Փարաքարում, որը փրկվել է եւ չի վերածվել առևտրային կետի կամ հյուրանոցի եւ նպատակ ունեն հենց տեղի բնակիչները, նվիրյալները, որ այն եւս վերածվի Գյումրու, Վանաձորի եւ այլ քաղաքների օրինակով տեխնոլոգիական սրտի, տեխնոլոգիական կենտրոնի։ Ու այստեղ արդեն մարտահրավերի ինչն էր GITC 20-ամյա փորձը օգտագործելով հասկանալ կրթության ոլորտում ինչ է պետք մեր երկրում եւ երբ որ սեղանին դնում էինք բոլոր հիմնադրամները, տեխնոլոգիական կրթական հաստատությունները, մենք նաեւ ունենալով մեր հոգաբարձների խորհրդի անդամները Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատ ճանապարհորդելով, մենք հասկացանք, որ բացակայում է դպրոցի եւ համալսարանի միջին օղակը այս ոլորտում, որը մեր լեզվով ասած միջին մասնագիտական հաստատությունը կամ քոլեջն է։ Իսկ Հայաստանում այն արդեն հավասար է ավագ դպրոցի եւ քոլեջի կրթության այսպես միասնությանը, երբ որ 9-րդ դասարան հետո գալիս են քոլեջ եւ իրենց 10, 11, 12-րդ դասարանները անցկացնում են մեզ մոտ, բայց ավելի նեղ մասնագիտական եւ խորացված առարկաներով։ Այսպես ծնվեց ACT College-ը, Իդեպ բառը եւս իր իմաստը ունի, ACT անգլերեն հապավումը, որը կոչ է երիտասարդներին եւ բոլոր հայերին ինքներս մեզ, որ ոչ թե անընդհատ անդադար բողոքեն կրթությունից, այլ փորձենք մեր ջանքերի շնորհիվ արդեն ավանդական, լիցենզավորված կրթական հաստատության միջոցով թողարկել բարձրորակ մասնագետներ եւ մենք ACT College-ը դիրքավորում ենք ապակա մասնագետներ պատրաստող կրթական հաստատություն, որովհետև գիտենք, տեղեկատվական տեխնոլոգիաները այսօր մի փոքր առավել են քան ծրագրավորումը կամ կոդ գրելը,
խոսում ենք արհեստական բանականության, կիբերանվտանգության մասին, իսկ հիմքում մաթեմատիկան, ալգորիթմները, ֆիզիկան եւ այլ բնագիտական ուղղություններն են։ Մեր օրերում, այո, ոնց նշեցիք դուք, երբ որ խոսում ենք տեղեկատվական տեխնոլոգիաներից, մեր համար անդադ ինչ-որ տպավորություններ են, որ տեղեկատվական տեխնոլոգիաները կապված են ինֆորմատիվ ինչ-որ բաների հետ, որոնք միայն կոդերն են, ծրագրավորում ասվածն է երևի թե մեր մոտ այդ պատկերացումը մնացել մեր ենթագիտակցության մեջ, բայց եթե ես չեմ սխալվում, տեղեկատվական տեխնոլոգիաներում մտնում են հեռահաղորդակցությունը, կապը, որոնք մեր օրերում ու առհասարակ բոլոր ժամանակներում եղել են ամենակարևոր միջոցներից մեկը տեղեկությունն է հիմնականում փոխանցելու համար։ Այ ոնց դուք նշեցիք, այդ դպրոց եւ բուհ կապը հիմնականում կապում է քոլեջ ասվածը եւ այդ միջին մասնագիտական հաստատությունները, որտեղ ուսում են ստանում, այդ ուսումնական process-ը ոնց է իրականացվում եւ ապագա դիմորդները, ովքեր լինելու են քոլեջի ուսանողները, իրենք ինչպիսի կրթություն են ստանալու։ Քոլեջում մենք ունենք 3 հիմնական ուղղություն կամ կրթական բաժիններ՝ թվային արվեստ, ինժեներություն եւ արտադրություն, որը քանզի քոլեջում կա նաեւ մեծ անգար, որը նաեւ արտադրական այսպես միջավայր է, եւ երրորդը համակարգչային գիտություն։ 3 բաժիններում էլ կարող են ընդունվել 9-րդ դասարանը ավարտած եւ արդեն ավագ դպրոցի ընտրության շեմին գտնվող երիտասարդները։ Այս պահին ընդունելությունը մեկնարկել է, ասեմ ավելին ունենք բազում արդեն դիմորդներ եւ շատ ուրախալի է, որ դպրոցականների մոտ հետաքրքրությունը ոլորտի հանդեպ գնալով աճում է։ Եվ երբ որ զրուցում ենք ծնողների հետ, իդեպ ընդունվելուց կամ դիմելուց առաջ մեզ մոտ կա շրջայցի հնարավորություն, երբ կայքի միջոցով ACT College.am կայքի միջոցով գրանցվում են եւ ծնողները գալիս են, իրենց պրեզենտացիա են անում, պատմում են քոլեջի մասին, հասկանում ենք, որ այո, իրոք հատկապես ավագ դպրոցում նեղ մասնագիտական ոլորտներում խորանալու խնդիր ունեն մեր երիտասարդները։ Եվ քոլեջը լուծում է հենց այս հարցը, իհարկե չշեղվելով հանրակրթական կրթության բաղադրիչից, որը պետական չափորոշիչներով սահմանված է, մենք նաև ավելի նեղ մասնագիտական առարկաներին ենք առավել ուշադրություն դարձնելու։ Ընդունելությունը մեկնարկել է, դասերի մեկնարկը սեպտեմբերից է, քննությունները հունիսի կես, կունենանք միգուցե քննությունները նաև երկրորդ փուլ, եթե տեղերը չհամալրվեն, քանզի ընդամենը 90 տեղ ունենք 3 բաժինը միասին, իսկ արդեն երրորդ տարում, 3 տարի են սովորելու, կունենանք արդեն մոտ 300 այսպես համալրված ամբողջական ոնց որ տեղերը համալրված կլինեն։ Շատ մեծ մրցութային պայքար է ընդունելության համար եւ բավականին բարդ քննություններ, քանզի ծրագիրն էլ ինքնին շատ մոտ է, ես չեմ վախենա ասել համալսարանական կրթական ծրագրերին, որովհետեւ մեզ մոտ եւս պետք է այն մտածելակերպը լինի, որ թեկուզ քոլեջում շատ այսպես բարդ եւ ամբողջական կրթական ծրագիրը կարեւոր է երիտասարդներին դեպի կարիերա մուտքի համար։ Իսկ ինչ քննություններ են հարկավոր, որ քոլեջ ընդունվեն։ 3 բաժիններում օրինակ թվային արվեստում պարտադիր գծանկարչություն եւ անգլերեն, համակարգչային գիտությունում մաթեմատիկա եւ անգլերեն, իսկ արդեն ինժեներություն բաժնում երկրաչափություն եւ անգլերեն։ Ինչու է անգլերենը շատ կարեւորվում, որովհետեւ ես վերջերս 1 ամիս առաջ արդեն համաձայնագիր ստորագրեցի Կոլումբիա համալսարանի հետ, որպեսզի մեր քոլեջի լավագույն 5 ուսանողները արդեն 2026-ի ամռան այնտեղ անվճար անցնեն ամառային դասընթաց, ապա իրենց այնքան էր ծրագիրը գրավել, որ նույնիսկ նշեցին, եթե այդ ծրագիրը 1-2 ուսանող լավ յուրացնեն, հնարավորություն կունենան Կոլումբիա համալսարանում արդեն երկրորդ կուրս բակալավրի ծրագրից սկսել ուսուցումը։ Սա արդեն ձեռք է բերված եւ նաեւ Apple ընկերության հետ ենք արդեն պայմանագիրը ստորագրել, Apple ակադեմիան մեր քոլեջում հիմնադրվելու է։ Սա առաջին Apple-ի մուտքն է իդեպ Հայաստան, երբեք նման մեծ կրթական կամ հետազոտական ծրագիր չի իրականացվել։ Դա ընդհանրապես կրթական համակարգի համար բավականին մեծ ձեռքբերում է, որովհետև Apple-ի նման համաշխարհային գիգանտ ընկերություն ունենալ այնել կրթական ոլորտում, ոչ բիզնեսի, կրթական ոլորտում, դա իմ խորին կարծիքով մեծ ձեռքբերում է։ Ես ուրախ եմ, որ ACT College-ը նաև առաջիններից է, որ հենց ամերիկյան կրթական համակարգի հետ կունենա համագործակցություն, որոնք ServiceNow ընկերության հետ իդեպ էլի ստորագրել ենք Ամերիկայում ամենախոշոր STEM փառատոնը, կրթության ոլորտի բերում ենք Հայաստան հաջորդ տարի, այսինքն անգլերենը շատ կարևոր է եւ քննության եւ ամբողջ ընթացքում դասընթացներ են լինելու, որպեսզի մեր ուսանողները, մեր շրջանավարտները պատրաստ
լինեն միջազգային գործընկերների հետ աշխատելու եւ փորձառություն կիսելու։ Ասեք մենք խոսեցինք դպրոց եւ միջանկյալ բուհը միջանկյալ, այսինքն քոլեջը այս հատվածից եթե անցում կատարենք քոլեջ եւ համալսարան կապին այս կապը ոնց է ապահովվելու Վերջերս շատ հանդիպումներ ունեցանք նաեւ մեր մայր բուհի այլ համալսարանների ներկայացուցիչների հետ նպատակը ինչն է որ մենք քոլեջում իրոք կրթենք այնպիսի սերունդ որ իրենք գնահատեն համալսարանական կրթությունը վերջերս շատ տարբեր կարծիքներ են հնչում որոնք նաեւ երիտասարդներին են շեղում մի փոքր որ հեչ պարտադիր չի բու գնալ կարելի է դպրոցը նույնիսկ ավարտել գնալ միանգամից աշխատել բուհը միայն լավ կրթություն տվող կրթօջախ չէ աշխարհի փորձը ցույց է տալիս որ բուհում կապեր են ձևավորվում հաջողակ ընկերություն դա վերածվում է խոշոր բիզնեսի սա աշխարհի փորձն է եւ մենք հենց նախ այս վարկագծային փոփոխությունը բուհի հանդեպ ուզում ենք զարգացնել մեր քոլեջում եւ հայաստանյան եւ դրսի բուհերի եւ նաեւ խրախուսենք որ մեր շրջանավարտները այո մեծամասամբ իրենց կրթությունը շարունակեն Հայաստանի բուհերում եւ ցանկության եւ պատրաստ լինելու դեպքում ինչու ոչ նաեւ MIT-ում, Կոլումբիա համալսարանում եւ դրսի հայտնի բուհերում։ Սա մենք համարում ենք շատ մեծ հաղթանակ մեր երկրի համար եւ հուսով ենք ու վստահ ենք, որ հնարավորությունների դեպքում իրենք նաեւ հետ կգան ու իրենց աշխատանքը, իրենց գիտելիքները կծառայեցնեն մեր հայրենիքին։ Ինչու եմ համոզված, որովհետեւ հիմա որ Սփյուռքի հետ հանդիպում եմ, խոսում եմ, բոլորը պատրաստ են, շատերը գան եւ դասավանդեն մեր քոլեջում։ Այսինքն քոլեջը ինքնին տեխնոլոգիական եւ թվային է եւ ենթակառուցվածքով եւ կրթական ծրագրերով եւ ամեն ինչ անելու ենք, որ նաեւ կրթի թվային այսքան շատ կրկնվող տեխնոլոգիական հասարակության անդամներ։ Տեղեկատվական տեխնոլոգիաները այն գիտություններն են ու այն տեխնոլոգիաները, որոնք վարկյան առ վարկյան են զարգանում, իրենց վերաբերյալ գիտությունը ամեն րոպե թարմացվում է, ամեն րոպե զարգանում է, ու երբ որ մենք խոսում ենք, այնտեղ ասում ենք, որ բակալավրում, մագիստրատուրայում սովորելը շատ ժամանակ մեր հասարակությունում ասում են ժողովրդական լեզվով ասած, թե պետք չի դիպլոմի համար եք ուղղակի սովորում եւ այլն, այս կարծրատիպերը կան, ես ուզում եմ մենք փորձենք բացատրել մեր թե ռադիոլուսողներին, թե առասարակ մեր հանրությանը, որ այո, ձեր նշածի պես այդ աշխարհայացքը, այդ network-ը, կապերը առհասարակ, որոնք ամբողջ կյանքի համար են տալիս համալսարանական եւ ակադեմիական կրթությունում։ Ինչի՞ չէ նաեւ երբ որ մենք սովորում ենք համալսարանում, այդ 4 կամ 6 տարվա սովորածի ժամանակ մենք ոչ թե սովորում ենք միայն այդ մասնագիտությունը, այլ առհասարակ սովորում ենք ինչպես շփվել մարդկանց հետ, ինչպես ձևավորել կապեր բիզնեսի մեջ, կրթության ոլորտում բավականին հետաքրքիր էր այն պահը, որ դրսից մասնագետները ուզում են գալ Հայաստանում եւ Հայաստանում ծավալել իրենց մասնագիտական գործունեությունը, սա կրթության ոլորտում որքան է ողջունվում ոլորտը համակարգող նախարարության կողմից, եթե այդպեսին կա։ Շատ լավ է ողջունվում առհասարակ կառավարության կողմից ես արդեն նշեցի որ քոլեջի հենց նախաձեռնողը եւ որ այս շենքը վերածվեր նմանատիպ կրթօջախի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարինն էր Նարեկ Մկրտչյանին եւ ինքն էլ հենց ուղղորդեց մեր հայ բարերարին, սփյուռքահայ բարերարին, որ շինարարության մեջ ներդրում անի, այսինքն ամբողջապես շինարարության վերանորոգման գումարը բարերարի ընտանիքի կողմից է արվել, իսկ արդեն բնականաբար վերջերս հանդիպում էինք մեր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության հետ եւ կրկին ուրախ եմ, որ փոխնախարարի այդ հանդիպման արդյունքում եւս շատ ողջունվեց նմանատիպ քոլեջի արկայությունը Հայաստանում, գնում ենք տարբեր ծրագրերի միասնական քննարկման, հասկանում ենք միասին ինչպես նաեւ մարզի երիտասարդների համար թեկուզ շաբաթ կիրակի օրերային հասանելի դարձնել եւ առհասարակ կարող եմ ասել, որ եւ համալսարանականները եւ կառավարության ներկայացուցիչները, երբ որ ճիշտ է ներկայացվում, երբ որ նպատակը բարի է, երկրի երիտասարդության հզորացմանն է ուղղված, մենք երբեք բացասական արձագանքների չենք հանդիպում։ Քանի դեռ մենք եւս ջանք ենք դնում առանց շատ պահանջատեր լինելու, որ այդ արդյունքները մեր երկրում ունենանք։ Երեխաները, որոնք արդեն ապագա դիմորդներն են, քոլեջը ավարտեցին, մի պահ պատկերացնենք այդպես, բուհը ավարտեցին, այ ինչպես իրենք պիտի իրենց տեխնոլոգիական գիտելիքները օգտագործեն աշխատաշուկա գնալու ճանապարհին։
Մենք բնականաբար ամբողջ ընթացքում կհամագործակցենք նաև մասնավոր հատվածի հետ, կրկին եւ Հայաստանում եւ արտերկրում, որպեսզի վստահ լինենք, ինչպես նշեցիք, տեխնոլոգիաները անընդհատ փոխվում են եւ մի ծրագիրը, որը մենք այսօր հաստատում ենք, թեմաները, որ արդիական են, հետ չի բացառվում, որ 1 տարի հետո արդեն պետք է ենթարկվեն փոփոխության եւ վստահ ենք լինելու, որ այս փոփոխությունները լինելու են հենց աշխատաշուկայի պահանջներին համահունչ։ Օրինակ հիմա բոլորս խոսում ենք արհեստական բանականությունից, երբեմն այն աստիճան, որ երիտասարդների մոտ եւս միտք կա, որ իրենք էլ պահանջված չեն լինելու կամ վաղ ինչ գիտելիք պետք է ստանան, որ պահանջված լինեն, այ քոլեջում ամբողջ կրկին կրթական համակարգը ուղղված է լինելու հենց ապագայի մասնագետներ պատրաստելուն, որպեսզի երիտասարդները վստահ իրենց գիտելիքը ծառայեցնեն աշխատեն մասնավոր հատվածում, համալրեն թափուր աշխատատեղերը եւ ինչու ոչ, սա եւս մեր նպատակն է ստեղծել սեփական ընկերություններ, այսինքն իրենք ունենալով մեր աջակցությունը համախմբեն եւ ստեղծեն սեփական ընկերություններ։ Այսօր մեր երկրում շատ մեծ մարտահրավեր ունի կիբեռանվտանգության ոլորտը, չնայած շատ աշխատանքներ են տարվում, բայց մենք բոլորս դա գիտենք, դա եւ մեդիային է ոլորտին է վերաբերվում եւ բոլոր ճյուղերին փորձում ենք եւս դրսից հրավիրել այս ոլորտի մասնագետներ, ոչ միայն Հայաստանի մասնագետների հետ աշխատել, որպեսզի նաեւ կիբեռանվտանգության ոլորտում համաշխարհային փորձ ունենանք Հայաստանում եւ իրոք են հմտությունները, որոնք անհրաժեշտ են մեզ պաշտպանելու, մեր երկիրը պաշտպանելու համար։ Ես մի քանի օր առաջ մի միջոցառման էի, որը հիմնականում վերաբերում էր աշխատաշուկային եւ աշխատատեղերին։ Այդ պահին ես վերհիշեցի թեք համայնքը առհասարակ տեխնոլոգիական այդ մեծ համայնքը, որը Հայաստանում կա ու ամեն տարի իրենք ներկայացնում են իրենց նախագծերն ու իրենց առաջարկները, ինչպես եք դուք պատրաստվում համագործակցել հայկական թեք համայնքի հետ։ Ես թեք համայնքում արդեն 20 տարի եմ եւ շատ լավ տիրապետում եմ ոլորտի զարգացման եւ ուղղություններին։ Նախ նպատակ ունենք, որ ի վերջո մեր երկրում ձևավորվեն այնպիսի տեխնոլոգիական ընկերություններ, որոնց լուծումները նախ եւ առաջ ուղղված կլինեն Հայաստանի ներքին հզորացմանը եւ իրոք մեր կողմից այդքան հնչեցրած տեխնոլոգիական երկիր ու հասարակություն ունենալուն։ Օրինակ նույն պետական մարմիններում, անձնագրային վարչությունում, շատ վայրերում, մեքենաների գրանցման այդ վայրում արդեն ժամանակն է, որպեսզի մեր տեխնոլոգիական լուծումները կիրառվեն այս ոլորտներում ու հեշտացնեն մեր հայ մարդու կյանքը։ Թեք համայնքը միշտ ունի աշխատատեղերի այսպես համալրման կարիք եւ ես վստահ եմ, որ մեր ուսանողները կունենան այն գիտելիքը, որ նաեւ ընդգրկվեն ու աշխատեն այս ընկերություններում։ Բայց կրկին ուզում եմ կրկնել, մեր նպատակը, որ այն ապրանքները, այն գիտելիքը, որ ստեղծվելու է ACT, ACT College-ի շրջանակում, իրենք ծառայեն մեր երկրում իրոք բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքներ ունենալուն, քան արտապատվիրման շուկայի զարգացմանը։ Շնորհակալ եմ շատ։ Մենք մոտեցանք մեր տրամաբանական ավարտին։ Բավականին զարգացող ոլորտից ենք խոսել, հետաքրքիր թեմաներ քննարկել, որոնք ես հույս ունեմ, որ մեր երիտասարդները, ովքեր գալիս են դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, իրենց ներուժը կօգտագործեն այդ ոլորտը զարգացնելու համար, որպեսզի տարիներ հետո, ես չգիտեմ, կլինեմ այս տաղավարում թե ոչ, մենք ունենանք հնարավորություն նաև խոսելու այդ կադրերի հետ, ովքեր արդեն ոլորտում են եւ ոլորտը զարգացնող մարդիկ են։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ հրավերի եւ հաճելի զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք աշխատանքի ուսուցումը, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, մենք խոսում էինք տեղեկատվական տեխնոլոգիաների մասին։ Իմ այսօրվա հյուրն էր Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների քոլեջ կենտրոնի տնօրեն Ամալիա Եղոյանը։ Կհանդիպենք